պահանջեք նրանց հաշվարկները, ինչ հաշվարկներ են արել եւ որտեղից է այդ բյուջեն ստեղծվել։ Այդ հարցին Փեծանվավազքի կամ գավաթների եւ այլնի բյուջեից, բայց իրենք ինչպես են հաշվարկել, որտեղից են դա վերցրել։ Այդ հարցին պարոն Չալաբյանը թող պատասխանի։ Շնորհակալություն։ Ես բացատրեմ, տեսեք ինչու՞մ է հարցը։ Ընդհանրապես ասած, մեր երկրում պետական ծախսերը կառավարվում են պետական բյուջեի մասին օրենքով։ Երբ որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը առավոտյան լայվ է մտնում եւ այդպիսի մի հայտնություն է անում, բնականաբար հարց է առաջանում, իսկ պետական բյուջեի մասին օրենքը փոփոխություն կրել է, մտել եք ազգային ժողով օրենքի փոփոխությամբ։ Բնականաբար ոչ, հասկանալի է, չէ՞։ Մի երկրում, որտեղ եւ կառավարությունը, եւ ազգային ժողովը, եւ նախագահը, եւ դատարանները մեկ անձ է, զարմանալի չի, որ այդ մեկ անձը որոշում է, ասենք, պետական բյուջեի մասին օրենքը փոխել իր գրասեղանի վրա։ Երբ որ իրանք կմտնեն պետական բյուջեի մասին օրենքը փոխելու եւ կներկայացնեն իրանց հաշվարկները, մենք կտեսնենք այս մարդիկ պես որտեղից են այս փողը հայտնաբերել։ Ինչու այդ փողը չկար սրանից տարածերեն 2 ամիս առաջ։ Ես ձեզ հիշեցնում եմ, որ այս խոսակցությունները եղել են դեկտեմբեր ամսին, երբ որ իրանք ասում են օրինակ, որ մեր տնտեսական աճը ավելի բարձր է եղել։ Տնտեսական աճի պարամետրները դեկտեմբեր ամսին առնվազն կառավարությանը արդեն հայտնի են։ Կարող է մեծ հասարակ բաղկանացուներին հայտնի չէին, բայց իրանք հայտնի են։ Այսինքն այն ինչ որ իրանք ասում են, պարզապես անհեթեթություն է, իրանք արդեն գիտեն ինչքան գումար ունեն։ Եվ ես չեմ բացառում ի դեպ, որ իրանք բյուջեմ նույնիսկ կարող է այդ գումարներ չունենան, հիմա իրանք պաուստային ֆոնդերից, բաներից վերցնեն, օրինակ մինչև ընտրությունները դա անեն, իսկ հետո նորից կրճատեն օրինակ թոշակները։ Չեմ զարմանա, որ տենց բան անեն։ Անեն զուտ նախընտրական տրամաբանության, վերարտադրվելու համար, հետո ասեն, գիտեք, մեր բյուջեին փողը չի հերիքում, մենք ստիպված ենք այդ բանը նորից վերադարձնել նույնմակը չեմ բացառում։ Դա համար եկեք սպասենք, որտեղ նորից եմ հիշեցնում։ Այս կարգի կարևոր փոփոխությունը պահանջում է ազգային ժողովում պետական բյուջեի մասին օրենքի փոփոխություն։ Թողնենք իրանց օրենքի նախագծով այդ ժամանակ էլ խոսենք։ Մտահոգություն են, որ այս քայլով վերջայից բեռը դրվելու է քաղաքացիների վրա, հենց չի բացառվում, որ ընտրություններից հետո օրինակ հարկերը կրկին բարձրանա։ Օրինակ, այո, չի բացառվում։ Կամ օրինակ, որը շատ ավելի հավանական է, որ եթե այս իշխանությունը վերարտադրվի, նպաստները կտրուկ կրճատեն։ Դրա մասին իրանք արդեն ունեն որոշակի, այսպես ասած, նախագծեր, որ նպաստների, այսպես ասած, ֆիլտրերը, չափորոշիչները ընտանիքներին նպաստներ տրամադրելու կտրուկ խստացվեն։ Օրինակ կարող է իսկապես իրանք վերարտադրվեն, նպաստառուները համատարած զրկվեն պետական նպաստներից, ինչա թե ինչ որ մի հատ ուրիշ տեղ իրենք ուրիշ ծախս են անում։ Բացարձակ չի բացառվում։ Հիշեք, որ այս իշխանությունը միշտ գործում է այդ տրամաբանությամբ։ Սկզբից ներկայացնել վարդագույն ինչ որ պատկեր, դրա հաշվին ստանալ որոշակի քաղաքական դիվիդենդներ, շահաբաժիններ, իսկ դրանից հետո մարդկանց խաբել հերթական անգամ կանգնեցնել կոտրած դաշտակի առաջ։ 7-8 տարի մենք անընդհատ գտնվում ենք այդ տրամաբանության մեջ։ Այդ տրամաբանության մեջ Արցախը Հայաստանը է վերջ, հետո Արցախ են հանձնում, հա, ինչ է լինի մենք մեզ պարտված չենք ճանաչելու, հետո պարտվում են, դրանից հետո ասում են դա մեր ձեռքբերումն է եւ այլն։ Տեսնում ենք այդ տրամաբանությունը։ Բացարձակ չի բացառվում, որ այո, եւ դուք ճիշտ հարց եք բարձրացնում եւ շնորհակալ եմ այդ հարցը բարձրացնելու համար, որ բյուջեի հետ գումարը իրանք չեն հատկացրել եւ իրականում ուրիշ բաներ են կրճատելու, կարևոր, ոչ թե իրանց պարգևավճարները, ոչ թե դատախազների ու քննիչների միլիոնանոց աշխատավարձերը, այլ են խեղճ նպաստառուների փողն են կրճատելու, որ այստեղ ուրիշ փող տան։ Մեկ այլ հարց էլ կա։ Այդ տեսեք, ոչ թե 10,000, այլ մինչև 10,000 են ավելացնում։ Այս մասով բազմաթիվ թոշակառուներ բողոք ունեն, ովքեր բարձր թոշակ են ստանում, իրենցը կարծես 10,000 չի լինելու, ավելի քիչ է լինելու։ Այս հարցով ինչ որ հաշվարկներ հայակվեն ունի կամ զբաղվելու է արդյոք։ Տեսեք, մեր մոտեցումը եղել է հետևյալը, որ յուրաքանչյուր կենսաթոշակ իր բազայի համեմատ պետք է բարձրանա առնվազն 50%-ով։ Այսինքն, եթե ձեր կենսաթոշակը 36,000 դրամ է, պետք է դառնա 54,000, եթե 40 է, պետք է դառնա 60։ Ինչու՞, որովհետև այդ կենսաթոշակների սանդղակը պայմանավորված է մարդկանց աշխատանքային ստաժով։ Ես երեք հետևում էի հանրային հաղորդակցությանը եւ այն նամակներին, որ մեզ մարդիկ գրում են։ Մարդիկ ասում են, մենք չենք հասկանում, ինչու պետք է այն մարդը, որը երկար ստաժ ունի, մեծ վաստակ ունի, դրա հաշվին հիմա մի քիչ ավել թոշակ է ստանում, մի քիչ ընդամենը, մի 10,000 դրամով ավել, նա պետք է ավելի քիչ ավելացում ստանա, քան այն մարդը, որ այդ ստաժը չունի։ Դա էլ էս վարչախմբի բացարձակ անհեթեթ հապճեպ գործունեության արդյունքն է, երբ որ իրանք նույնիսկ չեն էլ մտածում, որ մարդկանց մոտ այդ հարցն է առաջանալու, որ եթե ստաժ ունեմ, մեղավոր եմ, որ ստաժ ունեմ,
ստաժի հաշվին ավելի շատ թոշակ եմ ստանում։ Մեղավոր եմ դրա համար ինձ ավելի քիչ պետք է բարձրացում անել։ Եվ այդպիսի հարցերը ավելանալու են։ Լավ, շնորհակալություն։ Շուտով ընտրություններ են եւ դուք որ ուժին եք համարվում հիմնական մրցակից իշխանությունը։ Մեզ, բնականաբար մեզ, իսկ ելուն պետք է համարենք։ Բնականաբար մեզ, երբ որ ես ասում եմ մեզ, նկատի ունենք, որ մենք գնալու ենք լայն դաշինքով քաղաքական, եւ այս իշխանության հիմնական մրցակիցն ենք դնելու։ Հիմնական մրցակիցը, որտեղ արդեն հիմա հասկանալի է, որ ամենաշատ այս իշխանությունը վախենում է մեզանից։ Իսկ ինչա վախենում մեզանից, որտեղ չի կարողանում ոչ մի պիտակ մեր վրա կպցնի։ Նախկիններ են, ռուսամետներ են, կաշառակերներ են, SN-ն են, ոչ մի պիտակ չի կպնում։ Ոնց շուրջներից ման են գալի, ոչ մի պիտակ չեն կարող կպնել։ Միակ բանը, որ հիմա հնարել են, որ մենք պոպուլիստներ ենք, դա են հնարել։ Հիմա վերջում մեկ էլ պարզվեց, որ ոչ թե մենք ենք պոպուլիստ, այլ իրանք են պոպուլիստ, որտեղ անում են այն, ինչ որ մենք իրանց ասում ենք։ Ուրեմն ով է պոպուլիստ, դա։ Ես նաև հնարավորություն տամ մեր գործընկեր պարոն Հակոբյանին ելույթ ունենա, որը նախկին սոցիալական ապահովության փոխնախարար է, եւ այս հարցի նաև անմիջական այս մասնագետը Շարու պարոն Հակոբյան, խնդրեմ։